Ողջույն։ Սա մի վերլուծական հոդվածի, որը վերաբերում է Իրանի կողմից ամերիկյան F-35 կործանիչին հասցված հարվածին։ Հոդվածը գրել է ավիացիայի մասնագետ Ջժան Ջժունլին, եւ այստեղ քննարկվում է, թե ինչպես է Իրանին հաջողվել կիրառել ասիմետրիկ մարտավարություն, խոցելու 5-րդ սերնդի գաղտնանավ ինքնաթիռի առասպելը։ Շեշտը դրված է մարդկային գործոնի, մարտավարական նախաձեռնության եւ սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա։ Այս թարգմանության արտահայտված գնահատականներն ու ձևակերպումները պարտադիր չէ, որ արտացոլեն շահումյան կազմակերպության տեսակետները։ Իրան եւ 5-րդ սերնդի ինքնաթիռների անպարտելիության առասպելի քայքայում։ F-35-ին հասցված հարվածի դեպքի վերլուծություն։ Հեղինակ Ջժան Ջժունլին։ Քաղաքացիական ավիացիայի մասնագետ եւ արդյունաբերության մեկնաբան։ Թարգմանությունը Գուանչա կայքից։ Մարտի 19-ի գիշերը ԱՄՆ ռազմական աղբյուրներից հաղորդվեց մի աղմկահարույց լուր։ Իրանի օդային տարածքում խոցվել է F-35 գաղտնանավ Stealth կործանիչը։ Քիչ անց ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը, հաստատելով F-35-ի վնասվածքը, շեշտեց հաջող վթարային վայրեջքի եւ օդաչուի առողջ լինելու փաստը։ Չնայած Պենտագոնի պաշտոնյաները հրաժարվեցին մանրամասներ հայտնել վայրեջքի պատճառի վերաբերյալ, Իրանի զինված ուժերի կողմից տեսանյութի հրապարակումը, որտեղ երևում է, թե ինչպես է հակաօդային պաշտպանության հրթիռն արձակվում F-35-ի ուղղությամբ, գոնե հաստատում է, որ այս 5-րդ սերնդի կործանիչը օգտագործված է։ Սա աննախադեպ ձեռքբերում է, որը օդային մարտերի պատմության մեջ առաջին անգամ Իրանի անունը գրանցում է նրանց շարքում, ովքեր կարողացել են մարտահրավեր նետել F-35-ի անպարտելիության առասպելին։ Այնուամենայնիվ, մինչ այս տողերը գրվել է, Թրամփի վերջակազմի կողմից այդ վնասված F-35-ի վայրեջքի որևէ փաստագրական պատկեր չի հրապարակվել։ Հաջող վայրեջք եզրույթ նույնպես լայն իմաստ ունի եւ ենթակա է մեկնաբանության։ Արդյոք 150 հանգույց արագությամբ եւ 10 աստիճանի հարձակման անկյան տակ ասֆալտապատ թռիչքուղու վրա վայրեջքը նույն հաջողությունն է, ինչ 300 հանգույց արագությամբ եւ -20 աստիճանի անկյան տակ անապատում վայրեջքը։ Ուստի բացի օդաչուի ողջ մնալու փաստից, այդ ինքնաթիռի վերջնական ճակատագիրը մնում է մշուժապատ եւ հավանական է, որ այն նոչնչացվել է։ Սակայն անկախ ցանկացած մեկնաբանության մեկ անհերքելի փաստ կա։ Այս ցամաքային օդային արճաճման ժամանակ Իրանի զինված ուժերը պատմական նվաճում գրանցեցին, որը անկասկած կգրանցվի աշխարհի ռազմական պատմության էջերում, որովհետև F-35-ին խոցելը միայն մարտական ինքնաթիռին վնասելը չէր, դա հարված էր առասպելին, որը մեկ տասնամյակից ավելի հյուսվել էր 5-րդ սերնդի կործանիչների անպարտելիության շուրջ։ Գաղտնանավության առասպելի փլուզում։ ԱՄՆ-ի օդային գերակայությունը երկար տարիներ Վաշինգտոնի ռազմական ռազմավարության հիմնասյունն է կազմում։ Վիետնամից մինչև Պարսից ծոց, Իրաքից մինչև Աֆղանստան, հենց այս կործանիչներն են որոշել մարտի ընթացքը։ 5-րդ սերնդի գաղտնանավ կործանիչների մարտադաշտ մտնելով, այս գերակայությունը բարձրացավ որակապես նոր մակարդակի։ Առաջադեմ գաղտնանավության, տեղեկատվական գերազանցության եւ համակարգային աջակցության համադրություն, որը ըստ դրա ստեղծողների պետք է անարդյունավետ դարձներ պաշտպանության ցանկացած ցանց։ Նման սպառնալիքի դիմաց Չինաստանի եւ Ռուսաստանի նման երկրները, որոնք ունեն տարածքային պաշտպանության ինտեգրված համակարգեր, հակագաղտնանավային ռադարներ եւ կենտրոնացված հրամանատարական ցանցեր, կարողացել են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը։ Բայց փոքր եւ միջին երկրների ճնշող մեծամասնության համար իրավիճակը բոլորովին այլ էր։ F-22-ի եւ F-35-ի դիմաց ոչ արդյունավետ հեռավառ ռադարներ կան, ոչ համահունչ հակաօդային պաշտպանության ցանց, ոչ էլ համակարգային մարտ վարելու կարողություն։ Նման պայմաններում տեխնոլոգիական տարբերությունը պարզապես բաց չէ, այլ մի տեսակ ծավալային գերակայություն, որը օդային գերակայության կորստով անհնար է դարձնում ցանկացած արդյունավետ դիմադրություն։ Իհարկե 1999 թվականին Հարավսլավիայի դեմ դաշնակից ուժ գործողության ժամանակ F-117-ը խոցվել էր հին S-125 Neva համակարգով, սակայն F-117-ը գաղտնանավության առաջին սերնդի փորձարարական արտադրանք էր, թույլ թռիչքային հատկանիշներ, հնացած էլեկտրոնիկա եւ սահմանափակ արդյունավետություն, կարծես գաղտնանավությունը նրա միակ ուժեղ կողմն էր։ Ի հակադրություն, F-35-ը եւ F-22-ը իսկական վեցակողմանի մարտիկներ են, գաղտնանավության, առաջադեմ էլեկտրոնիկայի, ճշգրիտ զենքի եւ ցանցային հնարավորությունների հավասարակշռված համադրություն։
Հենց դրա համար էլ F-35-ը առաջադեմ կործանիչից վեր է վերածվել ԱՄՆ ռազմական զսպման խորհրդանիշի։ Դրա արժեքը ոչ միայն թիրախները ոչնչացնելու ունակության մեջ է, այլ նաև կոնֆլիկտից առաջ հոգեբանական ահարկու ստեղծելու մեջ է։ Նույն հաղթանակն առանց մարտի, որի մասին շեշտել է Սուն Ձին։ Իրանի Մաջիդ կարճհրահարության հակաօդային պաշտպանության համակարգը։ Ինչպես Իրանը խլեց գերազանցության կես քայլը։ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ընթացող պատերազմն այժմ մտել է իր երրորդ շաբաթը։ Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից առաջնորդվող լրատվամիջոցների պատմվածքում կարծես թե Իրանի ռազմական կառուցվածքը նախապես փլուզված է և մնացել են միայն ցրված ու անարդյունավետ դիմադրության գրպաններ։ Նույնիսկ Դոնալդ Թրամփը հաղթական երանգով հայտարարեց. Իրանն այլևս թիրախ չունի հարձակման համար։ Սակայն Իրանի կողմից F-35-ի վնասվածության և հնարավոր է նույնիսկ խոցման մասին հայտարարությունը ուժեղ ապտակ էր այս հաղթական պատմվածքի երեսին։ Կարևոր նշանակություն ունի այն, որ հրապարակված տեսանյութերի և մարտադաշտի մանրամասների վերլուծությամբ մենք հասկանում ենք, որ այս դեպքի նշանակությունը գերազանցում է դրա գործառնական արդյունքը։ Այս օրինակը ցույց է տալիս ասիմետրիկ պատերազմի փայլուն մոդել, որտեղ տեխնոլոգիապես ավելի թույլ կողմը պասիվորեն չի հանձնվում, այլ սահմանափակ ռեսուրսների խելացի համախմբման և մարտավարական նախաձեռնության շնորհիվ կարողանում է ճեղքել գերակա տեխնոլոգիայի առասպելական զրահը։ Հիմնական հարցը սա է. ինչպես Իրանը, այն պայմաններում, երբ տեխնոլոգիական ճեղքվածքն ակնհայտորեն հօգուտ հակառակորդի էր, կարողացավ արդյունավետ սպառնալիք ստեղծել F-35-ի դեմ և դարձնել հաղթանակի կես քայլը իրենը։ Չնայած այս բախման ամբողջական մանրամասները երկու կողմերից էլ չեն բացահայտվել, Իրանի կողմից հրապարակված տեսանյութը, որը ցույց է տալիս հարվածի պահը, օպտոէլեկտրոնային համակարգի կողմից ինֆրակարմիր սպեկտրում օդային թիրախի հետագծման դասական մոդել է։ Տեսանյութում F-35-ի անկյան, թռիչքային դիրքի և ազիմուտի փոփոխությունների վերլուծությամբ թվում է, թե այս կործանիչը շարժվել է միջին բարձրության վրա, մոտ 3-4 կիլոմետր, և ձայնից ցածր արագությամբ կրուիզային ռեժիմով։ F-35-ի համար սա սովորական և ցածր ռիսկի բարձրություն է համարվում։ Նախորդ բախումներում Իրանի S-300 համակարգի ոչնչացումից և Թեհրանի այն արագ վերականգնելու անկարողությունից հետո Իրանի երկինքը փաստացի բաց էր մարտավարական թռիչքների համար։ Նման պայմաններում ամերիկա-իսրայելական ինքնաթիռների համար հիմնական սպառնալիքը դյուրակեր հրթիռներն էին կամ թեթև հակաօդային թնդանոթները, որոնց հեռահարությունը չէր հասնում այս բարձրությանը։ Այնուամենայնիվ, շարժման կարճ հեռահարության պաշտպանության համակարգերը, ինչպիսիքն են Տոր-M1 կամ Պանցիր S1, դեռևս ի վիճակի են սպառնալիք ստեղծել այս բարձրության վրա գտնվող թիրախների համար, բայց այս համակարգերը սովորաբար տեղակայվում են ռազմավարական նշանակության օբյեկտների ծայրամասերում, ոչ թե մարտի գոտի մուտքի ուղիներում։ Իրանը լեռնային երկիր է, և թշնամու օդային բազաների հեռավորությունը Իրանի տարածքի խորքից գնահատվում է ավելի քան 1000 կիլոմետր։ Այս հեռավորության բռնատիրությունը պահանջում է, որ կործանիչները խորքին գործողությունների համար անպայման կանգ առնեն միջանկյան վառելակլցում գոտիներում։ Մյուս կողմից, Իրանի լեռնային ռելիեֆի բարդությունը սահմանափակում է հնարավոր թռիչքային ուղիները։ Օդային հարձակումներից մեկնարկից 20 օր անց Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հնարավորություն ունեցան բացահայտել թշնամու ինքնաթիռների թռիչքային օրինաչափությունները և կրկնվող ուղիները։ Այս տեղեկատվությունը հիմք ստեղծեց սպասվող ուղիներում դարանակալելու համար։ F-35-ը հագեցած է ռադարային ազդանշանի և էլեկտրոնային պատերազմի առաջադեմ նախազգուշացման համակարգերով։ Հետևաբար, պաշտպանության կողմից ռադարային որոնումը կամ ուղղորդումն անմիջապես կտեղեկացնի օդաչուին և հնարավորություն կտա արձագանքել։ Սակայն քննարկվող տեսանյութում F-35-ի օդաչուն մինչև հարվածի պահը ոչ մի պաշտպանական արձագանք չի ցուցաբերում, ինչը հստակ վկայում է որևէ նախազգուշացում չստանալու մասին։ Սա հուշում է, որ հարձակումն իրականացվել է ոչ ռադարային համակարգերի միջոցով, հավանաբար ինֆրակարմիր ուղղորդմամբ կամ հրամանային կառավարմամբ և օգտագործելով օպտոէլեկտրոնային դիտարկումը։ Իրանի զինանոցում ոչ ռադարային պաշտպանական համակարգերը քիչ չեն։ Օրինակ, Մաջիդ համակարգը, որն օգտագործում է օպտոէլեկտրոնային որոնիչ թիրախը հայտնաբերելու և ամրացնելու համար, այնուհետև արձակում է ինֆրակարմիր հրթիռ, այս տեխնոլոգիայի վառ օրինակ է։ Այս համակարգը, որը տեղադրված է թեթև բեռնատարի շասիի վրա, ապահովում է արագ տեղաշարժ, հեշտ քողարկում և բարձր գոյատևելություն, որոնք կենսական առավելություն են համարվում թշնամու լայնածավալ հարձակումների դեմ պայքարում, պաշտպանական համակարգերը ոչնչացնելու համար։
Այնուամենայնիվ, քանի որ ինֆրակարմիր հրթիռները սովորաբար օպտիմիզացված են հետապնդման սցենարների համար, ճակատային հարձակման ժամանակ հրթիռը կարող է չպայթել օպտիմալ կետում, ինչը հավանական պատճառ է, որ F-35-ը չի ոչնչացվել, այլ միայն վնասվել է։ F-35-ը նաև հագեցած է EODAS AENA AAQ-37 համակարգով, որն ի վիճակի է 360 աստիճանով հայտնաբերել հարձակվող հրթիռների ինֆրակարմիր բնութագրերը։ Տեսականորեն, նույնիսկ լիովին պասիվ հարձակման դեպքում այս համակարգը պետք է հայտնաբերի հրթիռի շարժի բոցը, սակայն դրա արձագանքի բացակայությունը ուժեղացնում է երկու հավանականություն. կամ կրակոցի հեռավորությունն այնքան կարճ է եղել, որ նախազգուշացման ժամանակ չի եղել, կամ EODAS համակարգը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել հայտնաբերել սպառնալիքը։ Եկեք վերականգնենք պատկերը։ Օրեր շարունակ շարունակվող ռմբակոծություններից հետո Իրանի հակաօդային պաշտպանությունը հայտնաբերում է թշնամու թռիչքային օրինաչափությունները եւ ռազմավարական բարձունքներում ստեղծում դարանակալման կետեր։ Հաշվի առնելով լեռնային շրջաններում ուղիների սահմանափակումը, նույնիսկ մարդկային դիտորդները կարող են ապահովել նախնական նախազգուշացում։ Ստանալով թիրախի մոտենալու մասին տեղեկություն, ակտիվանում է օպտոէլեկտրոնային համակարգը, ամրացնում է թիրախը եւ արագ, կարճ հեռավորությունից կրակոցով օդաչուից խլում է որևէ պաշտպանական արձագանքելու հնարավորությունը, բայց շատ փոքր հեռավորության պատճառով երկրորդ կրակոցի ժամանակային պատուհանը փակվում է եւ F-35-ը, չնայած վնասված է, փախչում է։ Եթե մենք լինեինք Իրանի պաշտպանական համակարգի օպերատորի տեղում, վիրավոր F-35-ին տեսնելով, որը դեռ փախչում է, անկասկար ծնկաչոք կզղջայինք, եւս մեկ կրակոց եւ 5-րդ սերնդի առաջին կործանիչի խոցման պատմական ռեկորդը վերջնական կդառնար։ Վճռորոշ մործունը՝ մարդը։ Իրանի դարանակալման մարտավարությունը մարտի դաշտին անծանոթ մոդել չէ։ Եմենի պատերազմում հութիները տեղադրելով R-73 եւ R-27T ինֆրակարմիր ուղղորդմամբ օդ-օդ հրթիռներ բեռնատարների վրա եւ համակցելով դրանք օպտոէլեկտրոնային որոնիչների հետ կարողացան խոցել Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչը։ Հաշվի առնելով Թեհրանի եւ Սանայի միջև ռազմավարական կապերը, բացառված չէ, որ Իրանը ոգեշնչվել է հութիների մարտադաշտային փորձից եւ այս մարտավարությունը բարձրացրել է ավելի համակարգային եւ ռազմականացված մակարդակի։ Աշխարհի ռազմական պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, որտեղ օդային առումով ավելի թույլ կողմը մարդկային նախաձեռնությամբ կարողացել է չեզոքացնել թշնամու տեխնոլոգիական գերազանցությունը։ Հութիները F-15-ի դեմ, հարավսլավյան F-117-ի դեմ, կամ նույնիսկ չինացի եւ կորեացի մարտիկները Կորեայի պատերազմում ԱՄՆ-ի բացարձակ օդային գերակայության դեմ։ Այս բոլոր դեպքերի ընդհանուր ուղերձը մեկն է. պատերազմը երբեք միայն առաջադեմ զենքի ցուցադրություն չէ։ Վճռորոշ գործոնը միշտ եղել է մարդը։ Անկասկած, առաջադեմ սարքավորումները, գաղտնանավ կործանիչները, ուղղորդվող զինամթերքը, ավաքսները, C4ISR համակարգերը կարող են ստեղծել որոշիչ տեխնոլոգիական առավելություն եւ նույնիսկ փոխել ուժերի հավասարակշռությունը։ Սակայն նույնիսկ ամենաառաջադեմ համակարգերը նախագծվում, շահագործվում եւ ղեկավարվում են մարդու կողմից։ Սարքավորումներն ինքնին հաղթանակ չեն բերում, այնինչ որոշում է մարտի ճակատագիրը մարդու դատողությունն է, կամքը, կազմակերպչական կարողությունը եւ ճնշման պայմաններում ակնթարթային հնարավորություններից օգտվելու նրա կարողությունն է։ Հութիները ոչ թե սարքավորումների գերազանցության, այլ տեղանքի խորը իմացության, դարանակալման կետերի խելացի ընտրության, թշնամու ուղին կանխատեսելու եւ սահմանափակ ռեսուրսները հարվածի կետի վրա կենտրոնացնելու շնորհիվ կարողացան լուրջ սպառնալիք ստեղծել։ Հարավսլավյան ոչ թե տեխնիկական գերազանցությամբ, այլ պաշտպանության հրամանատարների համբերությամբ, գործառնական փորձով եւ ժամանակի ճշգրիտ հաշվարկով վարկյանի մասում ավարտեց հայտնաբերումից մինչև ոչնչացում ընկած գործընթացը։ Կորեայի պատերազմում նույնպես չինացի կամավոր մարտիկները, չնայած թշնամու բացարձակ օդային գերակայությանը, երբեք չկորցրին մարտական ոգին։ Գիշերային տեղաշարժերով, ճշգրիտ քողարկմամբ, մարտավարական ցրմամբ եւ բնական պատնեշների օգտագործմամբ կարողացան սահմանափակել ԱՄՆ ռազմաօդային ուժերի արդյունավետությունը։ Այսօր, երբ պատերազմները դառնում են ավելի տեխնոլոգիական, ուժեղանում է այն ընկալումը, թե հաղթանակը կախված է միայն սարքավորումների գերազանցությունից, բայց ճշմարտությունն այն է, որ որքան բարդանում է պատերազմը, այնքան մարդու դերն ավելի է կարևորվում։ Որովհետև նույնիսկ ամենաառաջադեմ համակարգերի կարիքն ունեն մարդու, ով կգտնի բացերը, կլրացնի թույլ կողմերը, կմշակի մարտավարություն եւ պահի որոշում կկայացնի։ Եվ ավելի թույլ կողմը հենց այս կետից, այսինքն մարդկային նախաձեռնությունից, կարող է թվացյալ անհնարին միջավայրում հնարավորություն ստեղծել։
Իրանի վերջին դեպքի իրական արժեքը կայանում է նրանում, որ այն եւս մեկ անգամ հիշեցնում է ռազմական արվեստի այդ պարզ, բայց մոռացված սկզբունքը։ Մարտում վճռորոշ գործոնը առասպելական զենքը չէ, այլ մարդը, ով մտածում է, ծրագրում է եւ վճռական պահին գործում է։